ԱՄՆ նախագահի անվտանգությունը աննախադեպ սպառնալիքի տակ է, գաղտնի ծառայությունները արձանագրել են վտանգի մակարդակի կտրուկ աճ։ Այս տարի սպառնալիքների վերաբերյալ 10,000 հետաքննություն է բացվել, սա 40%-ով ավելի է անցյալ տարվա համեմատ։ Թրամփի դեմ առնվազն 3 անգամ մահափորձ է կատարվել։ Այս շաբաթ նախատեսված է Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիայի հետաձգված ընթրիքը։ Ապրիլի ընթրիքը կիսատ էր մնացել ահաբեկչական հարձակման պատճառով։ Այս անգամ անվտանգությունը խստացված է։ Իրանը նույնպես հրապարակավ սպառնացել է սպանել Թրամփին։ Գաղտնի ծառայությունում նաև այդ ուղղությունից եկող վտանգներն են հաշվի առնում։ Պաշտոնյաները հայտնում են, որ որպես հարձակվողների հաճախ ներգրավվում են հոգեկան խնդիրներ ունեցող անձանց, որոնք ինչ-որ պահի համացանցում կարող են անգամ ակնարկներ անել իրենց մտադրությունների մասին։ Այնպես որ նաև համացանցում է շուրջօրյա դիտարկում իրականացվում կասկածելի դեպքերը ժամանակին հայտնաբերելու ու կանխելու համար։ Այժմ այն մասին, թե ինչ ենք պատմելու վայրկյաններ անց։ 95 միլիարդ դոլար Իրանի պատերազմի համար հանրապետականները քվեարկել են պատերազմի օգտին։ Ջրհեղեղներ Վեսթ Վիրջինիայում ավերածություններ և փրկարարական աշխատանքներ։ Կամրջի բացումն առանց շքեղության, Կանադան նեղացել է Թրամփից։ Ֆուտբոլը գրավեց Ամերիկան, ռեկորդային դիտումներ եզրափակիչ խաղում, փախուստի անհավանական ցած քանցագործը նետվեց կամրջից և թողարկման երկրորդ մասում սպասեք առաջիկա օրերի հետաքրքիր միջոցառումների ցանկին։ Բարև ձեզ, ես Լենա Կարապետյանն եմ, դուք միացել եք Glendale News-ին, եթե ուզում եք աջակցել մեզ, բաժանորդագրվեք մեր ալիքին և իհարկե անպայման լայք եք տեսանյութը, իսկ հիմա անցնենք օրվա թեմաներին։ Իրանը ցանկանում է վերահսկել Հորմուզի նեղուցը, պետքարտուղար Ռուբիոն դա վտանգավոր է համարում։ Նա Մանիլայում հանդիպել է ասիացի առաջնորդների հետ։ Իրանի այս պահանջը սպառնում է համաշխարհային տնտեսությանը։ Եթե Իրանը նավերից տուրքեր գանձի, ապա դա կկրկնվի աշխարհի այլ հատվածներում, նշել է Ռուբիոն։ Խնդիրն այն է, որ ասիական երկրները արդեն տուժում են էներգետիկ ճգնաժամից։ Նրանք նավթի մեծ մասը ներկրում են այս նեղուցով։ Ռուբիոն հայտնել է, որ Իրանը խախտել է զինադադարի պայմանները։ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նույնպես մասնակցել է հանդիպմանը։ Նա ցանկանում է հակամարտության արագավարտ։ Ըստ Լավրովի, պատերազմը վնասում է նաև Ռուսաստանի տնտեսությանը։ Մանիլայում քննարկվել է նաև Չինաստանի ազդեցությունը։ Ռուբիոն հանդիպել է Չինաստանի արտգործնախարարի հետ։ Նրանք խոսել են հարավչինական ծովի մասին։ Ռուբիոն միջադեպը որակել է էսկալացիոն։ Կողմերը քննարկել են նաև առևտրային հարցեր։ Ռուբիոն հույս ունի, որ Թրամփի և Չինաստանի առաջնորդի առաջիկա հանդիպումը կլինի արդյունավետ։ ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հաստատել է 95 միլիարդ դոլարի բյուջետային փաթեթը։ Այն ուղղված է Իրանի դեմ պատերազմին և Թրամփի նախաձեռնություններին։ Քվեարկությունը անցել է 216 կողմ և 214 դեմ ձայներով։ Դեմոկրատները կտրուկ դեմ են արտահայտվել այս որոշմանը։ Նրանք պնդում են, որ գումարը պետք է ծախսել երկրի ներսում։ Փաթեթը ներառում է 60 միլիարդ դոլար Պենտագոնի համար, 13 միլիարդը կհատկացվի ազգային անվտանգության այլ կարիքներին, 12 միլիարդը նախատեսված է ֆերմերներին աջակցելու համար, 10 միլիարդն էլ ուղղվելու է ընտրական օրենքների փոփոխմանը։ Թրամփի կողմնակիցները այս քայլը համարում են ռազմավարական հաջողություն։ Ընդդիմադիրները սակայն նշում են, որ սա սպառնում է սոցիալական ծրագրերին։ Սեպտեմբերին լրանում է ընթացիկ ֆինանսավորման ժամկետը։ Այս նախագիծը կարող է թույլ տալ խուսափել ֆինանսավորման դադարից։ Այժմ որոշիչ խոսքը մնում է Սենատին։ Բերդը արևադարձային փոթորիկը մոտենում է ԱՄՆ ափերին, ավազով պարկերը պատրաստ են, իսկ ծովափերը փակ։ Օդերևութաբանները զգուշացնում են հնարավոր հեղեղումների մասին։ Փոթորիկը Լուիզիանա նահանգում ցամաք դուրս կգա շաբաթվա երկրորդ կեսին և կշարժվի դեպի արևմուտք։ Քամու արագությունը հասնում է ժամում 85 կիլոմետրի։ Ֆլորիդայից մինչև Լուիզիանա գործում է փոթորիկի նախազգուշացում։ Տեղի իշխանությունները բնակիչներին ավազով պարկեր են բաժանում հեղեղումներից պաշտպանվելու համար։ Լողափերում տեղադրված են կարմիր դրոշներ, հիշեցնելով, որ լողալն արգելված է։ Անձրևները կարող են առաջացնել հեղեղումներ քաղաքային տարածքներում։ Այս պահին տարհանման կարիք դեռ չկա, այնուամենայնիվ վտանգը մնում է բարձր։ Թեքսաս հասնելուն պես փոթորիկը կթուլանա։ Խաղաղ օվկիանոսում օլեգնում է նաև Ֆաուստո փոթորիկը, այն ափերից ավելի հեռու է։ Կալիֆոռնիայի համար կարող են վտանգավոր պայմաններ ստեղծել ափ հասած բարձր ալիքները։ Անվտանգության կանոնները շարունակում են գործել ամբողջ ափամերձ գոտում։
Հզոր անձրևները Վեստ Վիրջինիայում առաջացրել են սարսափելի ջրհեղեղներ, ջուրը ծածկել է բազմաթիվ տներ եւ խանութներ։ Անգամ կամուրջներ են փլուզվել, նահանգապետը հայտարարել է արտակարգ դրություն։ Նա օգնության է ուղարկել ազգային գվարդիայի անդամներին։ 100 զինվոր արդեն աշխատում է աղետի գոտում, եւս 200 զինվոր կժամանի շաբաթվա երկրորդ կեսին։ Հեղեղումների վտանգը դեռ մեծ է։ Ազգային եղանակային ծառայությունը բնակիչներին կոչ է արել փնտրել ապահով բարձունքներ։ Փակվել են միջպետական ավտոմայրուղիներ եւ բազմաթիվ տեղական ճանապարհներ, որոշ մարդիկ արգելափակված են իրենց մեքենաներում։ Նրանց որոնում ապահով վայրեր են տեղափոխում շուրջօրյա գործող փրկարարական խմբերը։ Փոթորիկները տարածվել են նաեւ այլ նահանգներում։ Տորնադոների մասին հաղորդումներ են ստացվել Նյու Ջերսիից եւ Նյու Յորքից։ Ֆեյեթվիլում փոսկուլ է տվել կայանված մեքենան։ Վեստ Վիրջինիայի բնակիչները հիշում են 2016 թվականի ողբերգությունը։ Այն ժամանակ հորդառատ անձրևները խլել էին 23 մարդու կյանք, այս անգամ ջրի մակարդակը հասել է ռեկորդային նիշերի։ Զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։ Նավթի գինը կտրուկ աճել է 1 բարելն արժե $95, սա վերջին 6 շաբաթվա ամենաբարձր ցուցանիշն է։ Բենզինը եւս թանկացել է, ԱՄՆ-ում միջին գինը հասել է $4։ Պատճառը Իրանի հետ շարունակվող հակամարտությունն է։ Միջազգային առևտրային երթուղիներն արգելափակված են։ Հորմուզի նեղուցով նավերի երթևեկությունը գրեթե դադարել է Իրանի հարձակումներից հետո։ Ի պատասխան Թրամփը կոշտ հայտարարություն է արել։ Հորմուզում Իրանի կողմից խոցված 1 նավի դիմաց ԱՄՆ նախագահը խոստացել է Իրանի տարածքում 1 կամուրջ կամ էլեկտրակայան ոչնչացնել։ Հորմուզի հետ այս պահին կաթվածահար է արված նաև Կարմիր ծովի հատվածը։ Այս ուղղությունն էլ Եմենի հութիներն են հարվածի տակ պահում։ Իրանական պատերազմի տնտեսական հետևանքները ԱՄՆ-ում դառնում են ավելի ակնհայտ։ Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները հասել են տարեկան առավելագույնին։ Փորձագետները կանխատեսում են գնաճի նոր ալիք, էներգակիրների հուսալի մատակարարումը դառնում է անհնարին։ Տնտեսագետները կանխատեսում են անգամ խաղաղության հաստատումից հետո համաշխարհային տնտեսությունը այլևս նախկին վիճակին չի վերադառնա։ Թրամփը հավանություն է տվել ԱՄՆ-ի եւ Սաուդյան Արաբիայի միջև միջուկային գործարքին։ Այն կնպաստի թագավորության խաղաղ միջուկային ծրագրի ստեղծմանը։ Ամերիկյան ընկերությունները կկառուցեն այդ ծրագրի ենթակառուցվածքները։ Գործարքը կարող է ճանապարհ բացել ուրանի հարստացման համար։ Մասնագետները մտահոգված են միջուկային զենքի տարածման վտանգով։ Պետքարտուղար Ռուբիոն հայտարարել է ԱՄՆ-ն չի կնքի համաձայնագիր, որը կառաջացնի տարածման ռիսկ։ Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչը սակայն չի բացառում նաև զենք ունենալու հեռանկարը։ Նախկինում նա զգուշացրել էր, ասելով, թե իր երկիրը կփորձի միջուկային զենք ձեռք բերել, եթե Իրանն ունենա այն։ Սաուդյան Արաբիան արդեն պաշտպանական պայմանագիր ունի Պակիստանի հետ, որը միակ մահմեդական միջուկային երկիրն է։ Կանադան չեղարկել է ԱՄՆ-ի հետ համատեղ կամրջի բացման տոնակատարությունը, պատճառը Թրամփի սպառնալիքներն են։ Գորդի Հոուիի անվան միջազգային կամուրջը կապում է Միացյալ Նահանգներն ու Կանադան։ Այն պետք է բացվի հուլիսի 27-ին, սակայն տոնական միջոցառումը չի կայանա։ Կանադայից չեն թաքցրել, որ պատճառը Թրամփի սկսած նոր մաքսային պատերազմն է։ Կամրջի շինարարության համար ծախսվել է $4.7 միլիարդ, այն անվանվել է հոկեյի լեգենդ Գորդի Հոուիի պատվին։ Թրամփը նախկինում սպառնացել էր արգելափակել շինարարությունը։ Նրան դուր չէր գալիս Կանադայի առևտրային քաղաքականությունը Չինաստանի հետ։ Հետո կողմերը պայմանավորվել էին վճարների շուրջ, դա թույլ տվեց ավարտել այս հսկայական նախագիծը։ Սակայն ԱՄՆ Կանադա քաղաքական լարվածությունը փչացրեց կամրջի երկար սպասված բացումը տոնի վերածելու նախնական ծրագիրը։ Կամուրջը կբացվի ըստ հայտարարված ժամանակացույցի, բայց տոնական միջոցառումներ չեն լինի։ Ֆուտբոլն ԱՄՆ-ում աննախադեպ ռեկորդ է սահմանել, աշխարհի առաջնության եզրափակիչը դիտել է գրեթե 63 միլիոն մարդ, սա երկրի պատմության ամենադիտված ֆուտբոլային հանդիպումն է։ Միայն Fox-ի անգլերեն հեռարձակումը 39 միլիոն դիտող է ունեցել, Տելեմունդոն խաղը ցուցադրել է իսպաներենով ունենալով 24 միլիոն հանդիսատես։ ԱՄՆ հավաքականի խաղերը նույնպես սահմանել են պատմական ռեկորդներ։ Բելգիայի հետ խաղը դիտել է ավելի քան 50 միլիոն մարդ։ Ֆուտբոլն այժմ կարող է գրավել հսկայական լսարան, հավելում են փորձագետները։ FIFA-ն փորձել է հանդիսատեսին զարմացնել նորություններով, առաջին անգամ կազմակերպվել է մեծ շոու խաղի ընդմիջման ժամանակ։ Սա օգնել է ֆուտբոլասեր հանդիսատեսին գումարել նաև երաժշտասերներին։ Փորձագետները ԱՄՆ-ում կայացած առաջնությունը հաջողված են համարում բոլոր առումներով, իսկ
բուն Միացյալ Նահանգներում հաստատվել է փաստը, որ ֆուտբոլն այստեղ եւս իր հաստատուն տեղն է գրավել մարզասերների կյանքում։ Թրամփի վարչակազմը պաշտոնյաներին զանգվածաբար հեռացնում է։ 27 բարձրաստիճան պաշտոնյա արդեն լքել է իր դիրքը։ Այս ցուցանիշը գերազանցում է Թրամփի առաջին ժամկետի տվյալներին, ընդ որում նրանք Սենատի կողմից հաստատված պաշտոնյաներ են։ Նախորդ իշխանությունների ժամանակ նման հեռացումներ գրեթե չեն եղել։ Թրամփը ոչ մեկին չի խնայում, ոմանք հեռացվում են աշխատանքից, ոմանք հրաժարական են տալիս։ Օրինակ, ռազմածովային ուժերի նախարարը պաշտոնանկ է արվել ապրիլին, ազգային հետախուզության տնօրենը հրաժարական է տվել անձնական պատճառներով, գլխավոր դատախազը եւս հեռացվել է։ Հեռացումների պատճառները տարբեր են՝ ներքին լարվածությունից մինչև քաղաքական տարաձայնություններ։ Անկախ վերլուծաբանները նշում են հետաքրքիր միտում՝ Թրամփի թիմում որոշում կայացնողների փոփոխությունը արդեն կազմում է 31%։ Նախագահի քաղաքական թիմի շուրջանորոշությունը շարունակում է աճել։ Մեքսիկացի մի տղամարդ է սպանվել Ֆլորիդայում փորձելով փախչել IS-ի գործակալներից։ 28-ամյա Դուրանը ԱՄՆ էր եկել զբոսաշրջային վիզայով։ Սուրբ Օգոստին քաղաքում տեղի ունեցած միջադեպը ավարտվել է ողբերգությամբ։ Գործակալներից փախնելիս նա դուրս է եկել ծանրաբեռնված ճանապարհ եւ բեռնատարը հարվածել էր նրան։ Միջադեպը սկսվել էր լցակայանի մոտ։ IS-ի գործակալները մոտեցել էին մեքենային։ 4 ուղևորները դուրս էին եկել եւ փախել։ Հենց այդ ժամանակ էլ Դուրանը մահացու վրաերթի է ենթարկվել։ Մեքսիկայի կառավարությունը պահանջել է հետաքննել իր քաղաքացու մահը Միացյալ Նահանգներում եւ քրեական հետապնդումներ իրականացնել միջադեպին մասնակցած գործակալների նկատմամբ։ Սա ներգաղթի գործակալների մասնակցությամբ արդեն 10-րդ մահն է։ Մահացու մեկ այլ հետապնդում ոստիկանության կողմից է եղել Մեդիսինում, Վիսկոնսին նահանգում։ Տղամարդը դանակ է հանել, ինչից հետո ոստիկանը կրակել է։ Ոստիկանները հետապնդել են տղամարդու մեքենաների դռները ստուգելու համար։ Նա փախել է հեծանվով։ Կարճ ժամանակ անց ոստիկանները նրան գտել են, ըստ ոստիկանության վարկածի տղամարդը պայքարի ժամանակ հանել է դանակը։ Ոստիկաններից մեկը վնասվածք է ստացել։ Էլեկտրաշոկը չի օգնել, վիրավոր ոստիկանը կրակել է։ Տեսանյութերում երևում է, թե ինչպես են ոստիկանները պահում տղամարդուն։ Տղամարդը գետնին է եղել, երբ ոստիկանը 3 անգամ կրակել է։ Դեպքին մասնակից ոստիկանները մարմնին ամրացված տեսախցիկներ չեն ունեցել։ Հետաքննությունը վարում է Արդարադատության նախարարությունը։ Բոլոր 4 ոստիկանները հեռացվել են աշխատանքից։ Հետաքննությունը շարունակվում է։ Միսսուրիում ոստիկանական հետապնդումը տարօրինակ ավարտ է ունեցել։ 26-ամյա հանցագործը դուրս է թռել մեքենայից ու ցատկել մոտ 30 մետր բարձրություն ունեցող կամրջից։ Բարեբախտաբար նա ողջ է մնացել, իսկ տեսախցիկների արձանագրած կադրերը համացանցում վիրուսային են դարձել ու առաջացրել են անգամ նրան հետապնդող ոստիկանների զարմանքը։ Ամեն ինչ սկսվել է նրանից, որ ոստիկանները փորձել են կանգնեցնել կասկածելի թվացող մեքենան։ Վարորդը հրաժարվել է ենթարկվել հրամանին, նա մեքենան վարել է դեպի կամուրջ։ Կամրջի վրա կտրուկ դուրս է թռել մեքենայից ու էպիկական դարձած ցատկ կատարել։ Ոստիկանները հետապնդել են նրան ու գտել ջրում։ Ցատկի հեղինակը ձերբակալվել է, ձերբակալության ժամանակ անգամ հասցրել է հարվածել 2 ոստիկանի։ Այժմ նրան մեղադրում են մեքենան անփույթ վարելու եւ ձերբակալությանը դիմադրելու համար։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչ հետաքրքիր նորություններ եւ թեմաներ են տեղադրված մեր սոցցանցերում։ Համացանցի աստղ է դարձել ջրային տնտեսության գրասենյակ մտած արջը։ Դեպքը տեղի է ունեցել Crestline Village-ում։ Արջը հայտնվել է կեսօրին, նա կանգնել է հետին թաթերի վրա, բացել է մուտքի դուռը։ Կենդանին նախ մտել է սպասասրահ, այնտեղ մնացել է 2 րոպե։ Հետո արջը մտել է աշխատասենյակ, որտեղ այդ պահին գրասենյակի աշխատակիցներն էին։ Այնտեղ նա մի քանի վայրկյան է մնացել, մարդկանց տեսնելով դուրս է եկել։ Արջը ոչ մեկին չի վնասել։ Մասնագետների կարծիքով կենդանին հավանաբար զով տեղ էր ընտրում հանգստանալու համար։ Ամեն դեպքում գրասենյակի աշխատակիցներն անվնաս են, արջը եւս անվնաս հեռացել է անտառ։ Լոս Անջելեսի իշխանությունները ծրագրում են շաբաթվա վերջին բացել Sunset պողոտան։ Այն փակվել էր ջրատար խողովակի վթարի պատճառով։ Մասնագետները արդեն ավարտել են խողովակների վերանորոգումը եւ քլորով մաքրումը։ Նրանք ստուգում են ջրի որակը։ Բետոնի չորացումից հետո կսկսվի ասֆալտապատումը։ Միջադեպից տուժածները կարող են դիմումներ ներկայացնել առցանց։ Լոս Անջելեսի ջրամատակարարման եւ էներգետիկայի դեպարտամենտը հորդորում է գրանցել վնասները։ Վերագործարկումից առաջ համակարգը
վերջին ստուգումներն է անցնում, այն այժմ ճնշման տակ է։ Արտահոսքեր չկան։ Ամենայն հավանականությամբ քաղաքային իշխանություններին կհաջողվի պահպանել նախապես հայտարարված ժամկետները ու աշխատանքներն ավարտել շաբաթվա վերջին։ Մասկը սկսել է աղքատանալ։ Թեսլայի շահույթը նախորդ եռամսյակում նվազել է, ընկերությունը հսկայական միջոցներ է ծախսում հետազոտությունների վրա։ Այս ծախսերը կրճատել են մեքենաների վաճառքից ստացված եկամուտները։ Տեքսասում գործող ընկերությունը հայտնել է 1.11 միլիարդ դոլար զուտ շահույթ։ Հասույթն աճել է 26%-ով եւ կազմել 28.24 միլիարդ դոլար։ Թեսլան այժմ կենտրոնացած է ռոբոտաքսիների եւ AI ծրագրերի վրա։ Հետազոտությունների ծախսերը աճել են 49%-ով, այն կազմել է 2.37 միլիարդ դոլար։ Թեսլան պատրաստվում է շատացնել ռոբոտաքսիները։ Նրանք նաև արտադրում են Optimus անունով մարդանման ռոբոտ։ Մեքենաների վաճառքը այնուամենայնիվ աճել է 25%-ով։ Եվրոպայում վաճառքներին օգնել է Իրանի պատերազմի հետևանքով բարձրացած վառելիքի գները։ Էլեկտրական մեքենաները դարձել են ավելի պահանջված։ Ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, իսկ Մանու Հարությունյանը ձեզ է սպասում առաջիկա օրերի հետաքրքիր միջոցառումների ցանկով։ Բարև ձեզ։ Օրը 5-շաբթի է եւ Glendale News-ի եթերում ներկայացնելու եմ առաջիկա օրերին սպասվող մշակութային ու ժամանցային միջոցառումները։ The Fray խումբը իր երկրպագուներին հրավիրում է անմոռանալի երեկոյի։ Միացեք San Diego-ի Cold Coast Credit Union Open Air Theatre-ում վայելելու խմբի հայտնի հիթերն ու կենդանի կատարումները բաց երկնքի տակ։ Հուլիսի 25-ին երեկոյան ժամը 7-ին։ Motionless in White-ը անմոռանալի համերգի է հրավիրում ծանր երաժշտության սիրահարներին։ Խումբը վերադառնում է Inglewood-ի Kia Forum ներկայացնելու իրենց հզոր հնչողությունն ու էներգետիկ կատարումները։ Հուլիսի 31-ին երեկոյան ժամը 6-ին Inglewood-ի Kia Forum-ում։ Քալի Յուչիսը հրավիրում է երաժշտասերներին Hard Summer 2026 երաժշտական փառատոնին։ Նա բեմ կբարձրանա ներկայացնելու իր անկրկնելի կատարումները եւ էներգիայով լի շոուն Inglewood-ի Hollywood Park-ում։ Օգոստոսի 1-ին ժամը 14-ին Inglewood-ի Hollywood Park-ում։ Lil Wayne-ը հիփ-հոփ երաժշտության սիրահարներին հրավիրում է իր մեծ համերգին։ Հանրահայտ рэփերը բեմ կբարձրանա ներկայացնելու իր լավագույն հիթերն ու էներգետիկ կատարումները Long Beach-ի F&M Bank ամֆիթատրոնում։ Օգոստոսի 1-ին երեկոյան ժամը 7-ին։ Ավելի Մորիլոնի հոգևոր երաժշտության սիրահարներին հրավիրում է իր Presencia շրջագայության Լոս Անջելեսյան համերգին։ Երեկոյին մասնակցելու է նաև Կարեն Էսպինոզան, ապահովելով անմոռանալի եւ տպավորիչ երաժշտական հրավառություն։ Օգոստոսի 1-ին երեկոյան ժամը 6:30-ից 9:30 Redondo Beach-ի Performing Arts Center-ում։ Սենթ Վինսենթը եւ Հոլիվուդ Բոուլի նվագախումբը հրավիրում են երաժշտասերներին բացառիկ համերգային երեկոյի։ Սենթ Վինսենթը բեմ կբարձրանա Հոլիվուդ Բոուլի նվագախմբի հետ ներկայացնելու իր յուրահատուկ ստեղծագործությունները սիմֆոնիկ նվագախմբի հզոր հնչողությամբ։ Օգոստոսի 2-ին երեկոյան ժամը 7-ին Լոս Անջելեսի հանրահայտ Հոլիվուդ Բոուլում։ Classic Films Under the Stars ծրագիրը կինոյի սիրահարներին հրավիրում է վայելել դասական ֆիլմերի անվճար ցուցադրությունները Glendale-ի պատմական Doctor's House-ի բացօթյա տարածքում։ Ամառային այս գեղեցիկ ավանդույթը, որը կազմակերպվել է The Alex Film Society եւ համագործակցող մի շարք կազմակերպությունների կողմից, հնարավորություն է տալիս դիտել հոլիվուդյան դասական Out of the Past ֆիլմը աստղազարդ երկնքի ներքո։ Հուլիսի 25-ին երեկոյան ժամը 6-ից 9 Glendale-ի Brent Park-ում։ Huntington Park-ի ապահովագրության գործակալ Խոսե Լունան 64-ից բարձր տարիքի անձանց եւ հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու երաժշտության, զվարճանքի եւ առողջապահական տեղեկատվական միջոցառման։ Ծրագրում նախատեսված են հանդիպումներ բժիշկների եւ մասնագետների հետ, Medicare ծրագրերի վերաբերյալ խորհրդատվություն, կենդանի երաժշտություն, խաղեր եւ մրցանակների խաղարկություն։ Հուլիսի 29-ին ժամը 10-ին Huntington Park-ում։ Welbe Health-ը հրավիրում է տարեցներին, նրանց խնամողներին եւ ընտանիքի անդամներին Live Well, Age Well անվճար համայնքային միջոցառմանը։ Ծրագրի ընթացքում դուք հնարավորություն կունենաք ծանոթանալ տարեցների համար նախատեսված տեղական ռեսուրսներին, բնակարանային պայմաններին եւ առողջապահական ծառայություններին, ինչպես նաեւ կիմանաք, թե ինչպես է PACE ծրագիրը օգնում տարեցներին ինքնուրույն ապրել իրենց տանը։ Հուլիսի 29-ին ժամը 13-ին հյուսիսային Հոլիվուդի Welbe Health կենտրոնում։
Մյուզիկլի սիրահարները հնարավորություն ունեն վայելել լեգենդար Բրոդվեյան ներկայացումը Համիլթոնը։ Պատմական դեպքերի եւ ժամանակակից ռիթմերի յուրահատուկ համադրությամբ Համիլթոնը կրկին բեմ կբարձրանա Լոս Անջելեսի հեղինակավոր Հոլիվուդ Փանթեյջես թատրոնում հուլիսի 28-ին երեկոյան ժամը 7:30։ Հուսով եմ այս ցանկից ձեր ճաշակին հարմար տարբերակը գտնեք ու հանգստյան օրերը հետաքրքիր կանցկացնեք, իսկ մեզ աջակցելու համար պարզապես լայքեք մեր տեսանյութը եւ կիսվեք դրանով ձեր ընկերների հետ։ Այսօրվա համար պատրաստել էինք այսքանը, կհանդիպենք վաղը ժամը 5-ին։ Հաջողություն։